Բարի գալուստ ինֆոկոմ, ես Տիգրան Գրիգորյանն եմ, այսօր իմ հյուրն է քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը։ Նարեկ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այս զրույցի գաղափարը ծագեց վերջերս մի քանի շաբաթ առաջ, երբ ինֆոկոմի կողմից կազմակերպված միջոցառմանը Գիտարբուքին դու հանդես էիր գալիս բանախոսությամբ և բանախոսության թեման բևեռացումներ համաշխարհային և հայաստանյան կոնտեքստում։ Ես քննարկմանը ներկա էի, բայց չհասցրեցի որոշ հարցեր տալ այս թեմայով և որոշեցի, որ կարող ենք նաև այս ձևաչափով քննարկել։ Էքսկլյուզիվ։ Այո, քննարկել այս հարցերը։ Այդպես դու բավականին լավ ներկայացրեցիր միջազգային միտումները, մեծ հաշվով բևեռացումը մի երևույթ է, որին մենք ականատես ենք լինում Արևմտյան Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և աշխարհի այլ մասերում առնվազն վերջին 10 տարվա ընթացքում, և Արևմուտքում այդ գործընթացի, այդ երևույթի պատճառները պարզ են՝ գլոբալիզացիա, դրա արդյունքում առաջացած սոցիալական խնդիրներ, հասարակությունների ներսում ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը տնտեսական իրավիճակի վրա, բայց միևնույն ժամանակ մենք այս խնդիրը վերջին տարիներին ունենք նաև Հայաստանում, և քննարկման ընթացքում ես ցանկանում եմ հենց այս հարցը տալ. Եվրոպայում, Միացյալ Նահանգներում բևեռացման պատճառները բավականին լավ ուսումնասիրված են, բազմաթիվ աշխատություններ կան գրված այս թեմայով։ Կցանկանայի, որ այսօր քննարկենք հենց հայաստանյան բևեռացման պատճառները, արդյոք այս բևեռացման երևույթը, իրավիճակը առաջացել է հեղափոխությունից հետո, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, թե մենք գործ ունենք ավելի երկարատև գործընթացի հետ։ Ինձ թվում է Հայաստանում իրավիճակը իրականում ավելի նման է Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում բևեռացմանը, քան մեզ առաջին հայացքից կարող է թվալ, թեև մենք չունենք այդ միգրացիոն խնդիրը կամ մշակութային այլ խնդիրներ ինքնության հետ կապված, որոնք ավելի լրատվականներում առաջի պլանում են ու քաղաքական գործիչների շուրթերին Արևմուտքում, բայց սոցիալական պայմանները եւ քաղաքական պայմանները Հայաստանում առավել քան առկա են եղել։ Նշեցիր դու տնտեսականը, իրականում նախ որպես մեկնարկային կետ, ժամանակագրական ասենք, հետո բովանդակային կանրադառնանք, ես տեսնում եմ բևեռացումը այն տեսքով, որը մենք որակական այն տեսքով, որը հիմա մենք ունենք, ձևավորված հեղափոխությունից հետո, հեղափոխության ընթացքում եւ արդյունքում։ Եթե նայենք սոցիալ-տնտեսականին, ապա մենք տեսնենք, որ հեղափոխությունից առաջ իրականում մենք մի քանի տարիներ ունեցել ենք հարուստների եւ աղքատների միջև հեռավորության մեծացում։ Gini ինդեքսը Հայաստանի դա է ցույց տվել, որ այսինքն սոցիալական արտադրության կոմպոնենտը, որը շատ արևմտյան հասարակություններում կա, նպաստող բևեռացմանը Հայաստանում էլ է եղել։ Կա այլ տեսություններ, որոնց ես ավելի շատ եմ հակված բան անել, շեշտ դնել, այդքան սոցիալ-տնտեսական չէ, բայց դա ուզում եմ ասել, որ դա էլ կա, չեմ ասում, որ դա է որոշիչ։ Այն, որ մարդիկ ոչ թե բևեռանում են կամ փորձում են քաղաքականացնել իրենց սոցիալական վատ վիճակը ի հակադրություն հարստացող հարուստների, այլ ավելի կարևոր է սեփական սոցիալ-տնտեսական վիճակի սուբյեկտիվ ընկալումը։ Այսինքն կարևոր չէ իրականում ինչքան է մեծանում օբյեկտիվորեն հարուստի եւ աղքատի միջև տարբերությունը, այլ կարևոր է այն, թե մարդը ինչպես է ընկալում իր իրավիճակը համեմատած ուրիշների։ Եթե մարդ տեսնում է, որ պետությունը զարգանում է, մարդիկ հարստանում են, ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակը լավանում է, բայց անձամբ իրենցը ոչ, ի համեմատություն դրա մեջ, այդ դա ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Սրա մասով առանձնապես մեծ տվյալներ չունեմ ես Հայաստանի մասով, դրա համար չեմ շեշտի, բայց այս կարևոր է մտքում ունենալ չշփոթելու համար իրական սոցիալական իրավիճակը մարդկանց ընկալումների հետ։ Հիմա իրականում ես երևի թե կարող եմ ասել, որ այդ վտանգը հիմա էլ կա Հայաստանում այդ խորացման, որովհետև տնտեսական զարգացման ֆոնին աղքատության թվերը թե օբյեկտիվորեն կա այդ, որ աղքատության հաղթահարման թվերը շատ տպավորիչ չեն, բայց նաև մարդիկ տեսնելով, որ ամեն ինչ զարգանում է, բայց իրենք չէ, այսինքն իրենք հետ են մնում այդ ամեն, դուրս են մնում։ Այդտեղ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Ու սա ամենակարևոր կետն է մարդկանց զգացողությունը, որ իրենք դուրս են մնացել, որ իրենք անտեսված են, որ իրենց չեն ներկայացնում ու չեն լսում։ Ու այստեղ է, որ բևեռացումը ստանում է իր հիմնական արմատը, որն էլ սկսվում է պոպուլիզմից։ Պոպուլիստների հիմնական անհրաժեշտ պայմանը դա գտնել այն սուր թեման, որտեղ կա կոնտրաստ ժողովրդի
իրական ժողովրդի եւ կոռումպացված էլիտայի միջև, հա, իրանք ձեր հետ կապ չունեն այս դիսկուրսի վրա ու պոպուլիզմն ու բևեռացումը գրեթե միշտ գալիս են իրար հետ ու իրենց կառուցվածք ու տրամաբանությունն էլ է շատ մենք ընդդեմ նրանք վատն են, մենք լավն ենք, այսինքն բևեռները ինքնըստինքյան կարծես թե ձևավորվում են, չէ՞, ու եթե այն մյուս բևեռը մտնում է այդ խաղի մեջ, իրենց միակ պատասխանը կերկին պոպուլիստական բևեռացումն է։ Հետևաբար պաուրաձև այս իրավիճակը գնալով խորանում է։ Վերջին բանը սրա հետ կապված Հայաստանում պատճառների իմ կարծիքով Հայաստանում ավելի շատ բևեռացման հիմք է ու նաև հեղափոխության կառուցվածքային պայմանը, որը թույլ տվեց դա տեղի ունենալ, քաղաքական էլիտայի կարտելիզացիան էր, միաձուլումը։ Մենք 2000-ականների կեսերից սկզբներից ունեցել ենք, գրեթե միշտ ունեցել ենք հիմնական կուսակցությունների մեջ կոալիցիաներ, որոշ բացառություններով կամ դադարներով, բայց սովորական քաղաքացին նայելով քաղաքական էլիտային, establishment-ին, տեսնում էր նույն բանը։ Սրանք մի փոքր էսպես կամ այնպես են, բայց իրականում բոլորն էլ իրար հետ լավ են, իրար հետ նույն բիզնես շահերն են կիսում եւ այլն։ Նման պայմաններում է, որ այս նույնությունը, այս լղոզվածությունը քաղաքականության, որ բոլորը նույնն է, ոչ մեկ տարբեր չէ, թույլ է տալիս մեկ ինչ որ շատ տարբերվողի քաղաքական սպեկտրի ծայրերից ասելիք ունենալ, որովհետև միակ չզբաղված տեղերը այդ ծայրերն են, որոնք հիմնականում կամ ծայրահեղ են լինելու կամ պոպուլիստական են լինելու։ Այո, կարծում եմ, եթե խոսում ենք միջև հեղափոխությունը բևեռացման մասին, այո, հիմնական շեշտադրումները սոցիալական էին, տնտեսական էին, կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով մեծաշով նաև հեղափոխությունը։ Դիսկուրսային առումով այո։ Այո։ Պատերազմից հետո իմ կարծիքով մեկ այլ կարևոր գործոն դարձավ այս քննարկումների առարկա, դա Ղարաբաղյան հակամարտությունն է, հետագայում նաև պատերազմը, Ղարաբաղյան հակամարտության հետ կապված դիսկուրսներում հեղափոխությունից հետո ես սովորաբար հայաստանյան իրավիճակը նկարագրում եմ Մանսֆիլդի եւ Սնայդերի հայտնի այդ տեսությամբ, որտեղ ցույց է տրվում կապը ժողովրդավարացման եւ պատերազմի վտանգի միջև։ Այդ տեսության իմաստը այն է, որ ժողովրդավարացող համակարգերում, որտեղ չկան կայացած ինստիտուտներ, իրենք ամենահակվածն են։ Այո, նոր էլիտաները, ինչպես նաև հին էլիտաները, զանգվածներին մոբիլիզացնելու համար սովորաբար օգտագործում են կամ ազգայնական կամ պոպուլիստական դիսկուրսներ, որովհետև դա ամենահեշտ ձևն է այդ մասաներին մոբիլիզացնելու համար։ Այսինքն հեղափոխությունից հետո մենք ինչ տեսանք, որ նոր կառավարությանը հին իշխանությունները մեղադրում էին եւ նոր ոչ պակասարենասեր լինելու, ոչ բավարարենասեր լինելու մեջ, մեղադրում էին տարածքային զիջումներ, մեջ իրենք էլ ավելի հայրենասեր լինելու համար խոսում էին մաքսիմալիստական բաներ, որոնք կարող է սադրիչ լինեին։ Այո, այսինքն իրենք ավելի հայրենասեր երևալու համար սկսեցին օգտագործել այնպիսի խոսույթներ, որոնք երբեք չէին օգտագործում այս համատեքստում։ Պատերազմի գործոնը իմ կարծիքով կարևոր է այն առումով, որ քաղաքական պարտության գինը բավականին բարձրացրեց։ Այսինքն մենք հենց այս ոդկասթի շրջանակում առաջին հյուրերից մեկը որ ունեցանք Ադամ Պրժվորսկին էր ժողովրդավարության մինիմալիստական դպրոցի ամենակարգառու ներկայացուցիչներից է, ինք իր սահմանումը ժողովրդավարության այն մասին է, որ ժողովրդավարությունը համակարգ է, որտեղ կուսակցությունները կամ առաջնորդները պարտում են ընտրությունները եւ պարտվելու համար անհրաժեշտ է լինի այն գիտակցությունը, որ պարտությունը դա ինչ որ մեծ աղետ չէ, այսինքն պարտությունից հետո եւս կյանք կա, կարող ես դու շարունակել մասնակցել բարոյական ոչնչացում չէ։ Ոչ միայն բարոյական իրական։ Փողոցային բաները ինչ որ ավելի ընդունելի ձևով ասելով։ Չէ, նկատի ունեմ նույնիսկ ֆիզիկական ոչնչացման վտանգը դառնում է գործոն։ Եվ պատերազմից հետո մենք ունենք այս իրավիճակը, եւ այդ առումով, ինչպես ճիշտ նշեցիր, բովանդակային քննարկումներից մենք գնում ենք ավելի դեպի պոպուլիստական խոսույթներ, կարծում եմ բոլոր քաղաքական ուժերը ավելի շատ փորձում են վստահել իրենց այդ անգլերեն ասած core էլեկտորատին, այսինքն այդ միջուկային հիմնական էլեկտորատին, եւ դու դա այլ նշեցիր քո դասախոսության ընթացքում, որ ավելի շատ փորձ է կատարվում համախմբված պահել այդ էլեկտորատին, օգտագործել այնպիսի խոսույթներ, որոնք համապատասխանում են այլ էլեկտորատի շարին, եւ դա սահմանափակում է այն չեզոք մարդկանց հետ, որոնք Հայաստանում հոգնել են ու մեծամասնություն են, пассив մեծամասնություն են Հայաստանում։ Կամ կեսին մոտ, հա։
Այո, բայց հայաստանյան պոպուլիզմի վերաբերյալ վերջին երևի դիտարկումս այն է, որ իմ կարծիքով մենք հասնում ենք նոր մակարդակների եւ այդ պոպուլիստական դասագրքային խոսույթը ամենօրյա ռեժիմով իր դրսևորումներ է ստանում մեր երկրում։ Ես ուզում եմ հիշեցնել վերջին ամիսներին մի քանի ամիս առաջ վարչապետի կողմից արված մի շատ հետաքրքիր հայտարարություն, որը պոպուլիստական խոսույթը քաղաքական դաշտից բերեց նաև ակադեմիական դաշտ։ Սա այս երևույթը դիտարկելի է նաև արևմուտքում, երբ մեդիան է օրինակ թիրախավորում, մենք օրինակ տեսնում ենք թե ԱՄՆ նախագահը ինչպես է թիրախավորում լիբերալ լրատվամիջոցներին անվանելով կեղծ լրատվամիջոցներ եւ այլն, բայց վարչապետի այդ ելույթը, որի մասին խոսում եմ, այն մասին էր, որ գիտական էլիտաներն էին 30 տարվա ընթացքում գրում մեր պատմության դասագրքերը, հիմա ես որպես ժողովրդի ներկայացուցիչ հնարավորություն եմ տալիս ժողովրդին գրել պատմությունը։ Սա իմ կարծիքով դասական այդ պոպուլիստական խոսույթը, որ պետք է նաև դասագրքերում լինի, բայց այս թեման երևի փորձենք ամփոփել լուծումների վերաբերյալ հարցով, որովհետև ցավոք սրտի վերջին շրջանում Հայաստանում այս բևեռացված խոսույթը, պոպուլիստական խոսույթը ներթափանցել է նաև այն կառույցներ, այն ինստիտուտներ ու դաշտեր, որոնք կրկին, եթե նայում ենք դասագրքային օրինակների, պետք է զսպեն այս գործընթացները։ Խոսքը մասնավորապես քաղաքացիական հասարակության մասին է, երբ շատ հաճախ գործընթացների վերաբերյալ խոսույթներն ու պատկերացումները սև ու սպիտակի տրամաբանությամբ են, եւ եթե դու մի քայլ աջ կամ ձախ ես անում, կարող ես սպիտակավորվել եւ տարբեր հարձակումների թիրախ դառնալ։ Քննարկման ընթացքում ես ուզում եի այս հարցը եւս տալ եւ դու եւս նշեցի, որ եթե լսարանը հետաքրքրված է, կարող ենք խոսել նաեւ լուծումների մասին, որոնք են այդ լուծումները միջազգային համատեքստում եւ ինչպես դրանք կարող են կիրառվել նաեւ Հայաստանում։ Շատ հեշտ վիճակի մեջ դրեցիր ինձ ամեն ինչին անդրադառնալու, բայց մի քանի մինչև լուծումներն անցնելը իրականում կուզենամ երկու բանի մասին խոսել, որոնց դու էլ անդրադարձար։ Ժողովրդավարություն համակարգը, որտեղ կուսակցությունները պարտվում են ընտրություններում։ Այս բևեռացման ծայրահեղ բևեռացման պայմաններում դժվար է պատկերացնել, որովհետև ժողովրդավարության մեջ եթե դու պարտվում ես, այսինքն ընդունում ես քո պարտությունը եւ գնում դառնում ես սովորական ընդդիմություն, բևեռացման պայմաններում շատ դժվար է, որովհետև հակառակորդը սովորական չէ։ Որովհետև բևեռացնում եք դուք իրար, հասնում է անհանդուրժողականությունը ծայրահեղ աստիճանի, ու ոչ թե դուք դառնում եք իրարից շատ զզվող կողմեր, այլ դուք պարզապես չեք ընդունում դիմացի կողմի քաղաքականության մեջ մասնակցելու իրավունքը։ Անընդունելի սուբյեկտ դառնալ, հա, հետեւաբար դրան պարտվել չի կարելի։ Ու այս պարագայում շատ վտանգավոր է դառնում, այո, ու նաև սա հուշում է, որ ավելի շատ բան են կողմերը պատրաստ անել իշխանություն չկորցնելու կամ իշխանություն վերցնելու համար, հա, որովհետև ինչ որ մի անընդունելի թշնամու մասին է խոսքը դիմացինի։ Կուզեմ ես տարածել նաև այս դիխոտոմիան քաղաքացիական հասարակության վրա։ Շատ կան խոսակցություններ այն մասին, հա, որ բաուր է քաղաքացիական հասարակությունը, բա ինչի չեն քննադատում, եւ այլն։ Փորձում ես լինել փաստաբանը քաղաքացիական հասարակության այս դեպքում, ինչ իմաստով։ Բնավ չփորձելով արդարացնել ինչ որ ճճացող զանցանքները ներելու, վրա աչք փակելու միտում չունենալով, ինչի հետ գործ ունի քաղաքացիական հասարակությունը։ Ծայրահեղ բևեռացման ժամանակ օդում կախված իմպերատիվ կա կողմ ընտրելու։ Եթե խոսքը գնում է ծայրահեղ թշնամանքի մասին, դու չես կարող նեյտրալ լինել։ Այս ծայրահեղ թշնամության իր պատերազմ է, դու չես կարող կողքի կանգնել նայել։ Եթե այդ շրջանակն է կառուցվել, ապա դու ստիպված ես կողմ ընտրել։ Ես այս տեսանկյունից, եթե անքննադատորեն քաղաքացիական հասարակության որևէ ներկայացուցիչ անգամ շատ ժողովրդավար արժեքներ ունեցող եւ ամենալավ բանը ուզեցող Հայաստանի համար, ես կարող եմ պատկերացնել, թե ինչու որոշ բաների վրա իրենք կարող են աչք փակել, այդ չայլած փոքրագույնը անելու իրենց ինտերպրետացիան է, որը բնավ չեմ փորձում արտարացնել, բայց այդ շրջանակի մեջ է տեղավորվում, հա, իրենց
գործողություն ու ինձ թվում է այստեղ այն քաղաքացիական հասարակությունը, որը ու այդ շատ ստվար զանգված է, ես չեմ ուզում այդ տպավորությունը կա ինձ թվում, բայց չեմ ուզում այդ լինի, որ թե մի երկու հոգի են մնացել, բնավ այդպես չի, շարքերը ժողովրդավար քաղաքացիական հասարակության շատ խիտ են ու կարծում եմ, տեսնում եմ, որ խտանում են էլ ավելի, լավագույն բանը, որ իրեն կարող են անել, լուսավոր կերպով անցնենք լուծումներին, դա իրենց գործը շարունակելն է, դա հերքելն է, մերժելն է, չընդունելն է այս բաժանումը։ Գործով, հա, այսինքն կապ չունի սխալը որ կողմից է գալիս, եթե կա պետք է մատնանշել։ Այսինքն այն թշնամանքի շրջանակը, որ ստեղծվել է, որտեղ դու ստիպված ես կողմ ընտրել, ոնց դու կարող ես կամ թշնամի ես կամ դաշնակից, մերժել ընդհանրապես այս շրջանակը, չմտնել դրա մեջ։ Ու դա բերում է մեզ լուծումներից մեկին, որից կարող են օգտվել թե քաղաքացիները, թե քաղաքացիական հասարակությունը, թե քաղաքական կուսակցությունները։ Փորձը ցույց է տալիս, որ այլ համատական հետազոտությունների, որ ժողովրդավարության վրա կենտրոնանալը, նման պահանջներ ունենալը, այսինքն եթե ընդդիմադիր կուսակցություն ես ուզում ես ռելևանտ դառնալ, մտնել քաղաքականություն եւ այլն, ամենավատ բանը, որ դու կարող ես անել ինքդ քո համար, ցայն չհավաքելու համար, դա մտնել բևեռացման մեջ։ Այսինքն այն ինչը կա, այն ինչը արդեն իրար ասում են, այն բոլոր հայոյանքները, մտնել դրա մեջ։ Դա անարդյունավետ բանն է լինելու ու էլ ավելի է խորացնելու բևեռացումը։ Իրականում դու քեզ կարող ես ավելի հետաքրքիր ու շանսեր տաս ինքդ քեզ քաղաքականության մեջ լինելու, եթե բարձրացնես ժողովրդավարության օրակարգեր։ Այսինքն այն ինչը իշխանությունը կամ ընդդիմությունը, ու այս դեպքում իշխանությունը ունենալով ավելի շատ ռեսուրս ու պատասխանատվություն, եթե դու մատնանշում ես իրենց արած զանցանքները, իրենց արած սխալները թույլ տված հակաժողովրդավարական քայլեր, մարդու իրավունքների, օրենքի գերակայության բացթողումներ եւ այլն, այդտեղ դու քո համար մի հատ տարակ ես ստեղծում, որով կարող ես իրականում աշխատել։ Ու այդ միտում ունի բևեռացման նվազեցման։ Մեկ այլ բան, որը շատ կարևոր է, ինչը ես տեսնում եմ որոշ կուսակցություններ հմտորեն այդ օգտագործում են, որոշները լավ նպատակներով, որոշները միգուցե ոչ այնքան, դա սոցիալական օրակարգն է։ Երբ թշնամանքը դարել է հայրենասեր դավաճան, ինչ-որ գաղափարների մասին բանավեճ, որտեղ այդ վեհը պարզապես ձևն է, սոցիալականը հաճախ անտեսված է մնում։ Բևեռացման մինուսը է դա, որ ինքը իրական խնդիրները, մարդկանց առօրյա խնդիրները անկարևոր է դարձնում։ Չէ՞, աբսուրդ է, չէ՞, մենք այստեղ թշնամի դավաճանից ենք խոսում, դու եկել ես թոշակի հարց ես բարձրացնում։ Բայց իրականում մարդկանց դա է հետաքրքիր։ Դա մարդկանց կարևոր է ու պետք է։ Ու այստեղ այդ խոսակցությունը ունենալիս, երբ դու որպես քաղաքական գործիչ գնում ես ու մարդու սոցիալական հարցերին ես անդրադառնում, անգամ եթե ինքը բևեռներից որևէ մեկին հակում ունի, ինքը այդ բադու նախքին ես թե ներկա հարցը շատ ավելի ուշ է գալու, որովհետև մարդը ունի ավելի մինիմալ կարևոր պայմաններ, իր ֆիզիկական անվտանգությունը, իր սոցիալ-տնտեսական վիճակը, իր սնունդը եւ այլն։ Այս մյուս լուծումն է, այսինքն լուծում առաջին կենտրոնանալը հենց ժողովրդավարացման խնդիրների վրա, երկրորդ կենտրոնանալ սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, կարծում եմ մի բան էլ կա, որ կարող է ոչ թե ինչ-որ նոր պարադիգմ ստեղծել, այլ ուղղակի մի փոքր մոտեցնել բևեռները, այս խրախուսելն է տեխնիկական ապաքաղաքական այսպես կոչված օրակարգերը։ Վերականգնողական էներգետիկա, գյուղատնտեսություն, բաներ, որոնք բնավ ապաքաղաքական չեն, շատ քաղաքական են, ուղղակի մեր մոտ չեն։ Այստեղ այս հարցերի քննարկման ժամանակ սովորաբար ավելի պրոֆեսիոնալ քննարկում է գնում, հա, ու այն ծայրահեղ կուսակցականները դրանց չեն մասնակցում, հետաքրքրված չեն, այստեղ դառնում է ինչ-որ ավելի մոդերատ կուսակցականների զրույց։ Ու վերջին կառուցվածքային լուծումը, որ կարող է լինի, դա ինչ-որ մեկ անհատից կամ կուսակցությունից կախված չէ, այլ ավելի համակարգի մասին է, եթե մենք դառնանք մի փոքր ավելի բազմակուսակցական քաղաքական համակարգ։ Հայաստանում այսօր մենք գործ ունենք անոմալիայի հետ։ Սովորաբար համամասնական ընտրակարգերը հանգեցնում են բազմակուսակցական պարլամենտների։ Ինչու՞, որովհետև մարդը մտածում է, անգամ եթե իմ նախընտրելի կուսակցությունը 6% է հավաքելու, այդ
չի ափսոսում այդ ձայնը տալ, այդ կորած ձայն չի։ Մինչդեռ նախագահական ընտրություններում, չէ, կարող է մեկին համակրում ես, բայց գիտես որ մի 15% է, շանս չունի ընտրվելու, դրա համար այն top 1-ին կամ 2-ին ես տալիս, այնտեղ երկուսակցական է ձևավորում։ Իսկ համամասնականներում բազմակուսակցական։ Հիմա մենք ունենք համամասնական ընտրակարգ, բայց ունենք սահմանադրական մեծամասնություն մեկ ուժի։ Մյուս ուժն էլ, եթե պարզեցնենք մի բևեռ է, նախկինների, այսպես ասած, բևեռը, չէ։ Մեր գործընկերներից մեկը այս համակարգ անվանում է 1.5 կուսակցության համակարգ։ Մեր այս վերջին հրապարակած հոդվածում էլ 1.5-ին հղում անում ենք։ Ինչու է կարևոր բազմակուսակցականությունը։ Եթե պարլամենտում առկա են այս երկու բևեռներից զատ ժողովրդավար կուսակցություններ, ապա թե բովանդակային իմաստով իրեն կարող են կամրջել այդ բացը մի փոքր, եւ թե կառուցվածքային իմաստով, ինչ նկատի ունեմ, եթե կան բազմաթիվ կուսակցություններ, ենթադրելի է, որ իշխող կուսակցությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Եվ երբ այն կարիք է ունենալու ավելի շատ քվեների ինչ որ մի բան անցկացնելու համար, ինքը ստիպված է գալ մեջտեղ ու բանակցել։ Այս երևույթը բավականին լավ տեսանելի է Արևմտյան Եվրոպայում, երբ շատ հաճախ աջ ուժերը ֆորմալ առումով ամենաշատ ձայն են ստանում, բայց հետագայում ստիպված են լինում կոալիցիաներ կազմել ավելի տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող, քաղաքական գաղափարախոսություններ ունեցող ուժերի հետ եւ ընթացքում նրանց քաղաքականությունն էլ ավելի չափավոր դառնում, ավելի մեղմ դառնում, օրինակ Իտալիայի օրինակը շատ լավ օրինակ է Ջորջիա Մելոնին մինչև վարչապետ դառնալը շատ ավելի ռադիկալ հայացքներ ունեցող քաղաքական գործիչ էր։ Հիմա ստիպված է քաղաքական համակարգի բերումով ռադիկալներին զսպելու լավագույն միջոցը իրենց պատասխանատվություն տալն է։ Բայց մյուս կողմից էլ երբ ընթերցում ենք օրինակ գրականությունը այն մասին, թե ինչպես կանխել ծայրահեղ ազգայնական ուժերի, ֆաշիստական, նացիստական ուժերի եւ հատկապես դասեր քաղելով 20-րդ դարի առաջին սկզբից իշխանության գալը ռեկոմենդացիաներից մեկը այն է, որ որևէ դեպքում օրինակ այդ ուժերի հետ չպետք է գնալ համագործակցության։ Օրինակ այդ առումով Ավստրիան է հետաքրքիր օրինակ, որտեղ ծայրահեղաչ ուժերը սովորաբար բավականին մեծ պոպուլարություն են ունենում եւ մնացած բոլոր ուժերը սովորաբար փորձում են նրանց հետ կոալիցիաներ չկառուցել։ Ամփոփելով այս հատվածը մի քանի նկատառում, կարծում եմ այդ քաղաքական հակառակորդների ապալեգիտիմացման թեման շատ կարևոր թեմա է։ Բանախոսության ընթացքում եւս խոսեցի այդ մասին, հիշատակեցի տարբեր հայտնի օրինակներ պատմությունից, մասնավորապես 1993 թվականի Սամանդրական ճգնաժամը Ռուսաստանում, ընդհանուր առմամբ իմ կարծիքով 90-ականների Ռուսաստանի պատմությունը շատ օգտակար է հենց բոլոր անցումային ռեժիմների այսօրվա Հայաստանի համար ու նաև միջազգային հանրության պահվածքը այդ իրավիճակում։ Բացի 93 թվականից կարելի է հիշել նաև 96 թվականի նախագահական ընտրությունները, երբ մեծ հաշվով բավականին լուրջ չարաշահումներ իրականացվեցին 5% վարկանիշ ունեցող մարդուն նախագահ դարձրեցին, ինչ որ մի փուլում նույնիսկ բարի բուն իմաստով գրեթե մահացած էր Բորիս Ելցինը այդ փուլում, բայց քաղաքական տեխնոլոգիաների, օլիգարխների եւ նաեւ արևմուտքի աջակցության շնորհիվ Ելցինը դարձավ նախագահ, այդ ժամանակ հենց այդ ապալեգիտիմացման ենթարկվում էին կոմունիստները, նշելով որ կա լուրջ կոմունիստական վտանգ եւ ազգայնականները, կարմիր շագանակագույն կոալիցիան։ Եթե Ելցինը պարտվի նրանք կգան իշխանության, բայց արդյունքում Ելցինը ֆորմալ առումով հաղթեց, ու մի քանի տարի հետո ճանապարհ բացեց այն քաղաքական համակարգի համար, որը կա հիմա Ռուսաստանում։ Դրան զուգահեռ նույն խոսակցությունը նույն բանավեճը կար օրինակ Լեհաստանում, որտեղ կոմունիստական կուսակցությունը ռիբրենդինգի ենթարկված սոցիալ-դեմոկրատական դարձած ֆավորիտ էր 95 թվականի խորհրդարանական ընտրություններում եւ այդ ժամանակ Լեհաստանում ընտրություն կատարեցին ժողովրդավարության օգտին, այսինքն թույլ տվեցին որպեսզի այդ նույն սոցիալ-դեմոկրատները նախկին կոմունիստները գան իշխանության, հետագայում նախկինները, այո, պարտվեն հետագայում ընտրություններում եւ դրանով պահպանելով ժողովրդավարական նորմերն ու ընթացակարգերի ինստիտուտները։ Քաղաքացիական հասարակության առումով համաձայն եմ, որ իհարկե չի կարելի խոսել ամբողջապես քաղաքացիական հասարակության մասին, քաղաքացիական հասարակ։ Նաև էթիկական տեսանկյունից, այսինքն եթե քննադատում ենք իրանց, որովհետև իրենք են մեր հույսը, կոպիտ ասած, էլի, ոնց որ Չէ, մեծ հաշվով մենք էլ ենք այդ քաղաքացիական հասարակությանը, ընդհանուր առմամբ Հայաստանում իհարկե քաղաքացիական հասարակության շատ նեղ բնորոշումն է օգտագործում ու կիրառվում NGO դաշտում։ Ֆորմալ, հա, Քաղաքացիական հասարակությունը
Այո, շատ ավելի լայն հասկացություն է, բայց մեր NGO ՀԿ դաշտի մասին, վերլուծական դաշտի մասին խոսելիս այստեղ կարծում եմ շատ կարևոր շեշտադրումը այն էր, որ պետք է այնուամենայնիվ ոչ թե կողմեր ընտրել, այլ փորձել պահպանել սկզբունքները ժողովրդավարական։ Ես շատ հաճախ որոշ գործընկերների խոսույթներին հետևելիս ու նաև պահվածքին հետևելիս այնպեսի տպավորություն, որ պարզապես գիտելիքի պակաս կա շատ հաճախ, թե ինչպես են օրինակ ժողովրդավարությունները մահանում, ինչ պահվածքներ տարբեր դերակատարների բերում դրան, այդ առումով կարծում եմ այս ոլորտում հատկապես կրթությունը կարևոր է։ Այս թեմայով դել արդեն մյուս փեշագի թերություններն են, որ կրթության ու գիտության ոլորտում չենք արել այնքան ինչքան երևի պետք է։ Բնականաբար, սա իրականում շատ բարդ թեմա է եւ կարող ենք եւս մի կես ժամ խոսել այդ մասին, բայց այնուամենայնիվ անցնենք հաջորդ թեմային։ Բոլորը գիտեն, որ դու Հայաստանում Ռուսաստանի գլխավոր մասնագետն ես։ Լավ, ասենց ասենք, գիտական մակարդակով Ռուսաստանի հայ-ռուսական հարաբերություններով զբաղվող եզակի մասնագետներից ես, որովհետեւ հիմա երբ կրկին վերադառնալով մեր որոշ գործընկերների թեմայի, որովհետեւ շատ հրապուրիչ թեմա է խոսել բամբասել տարբեր հարցերում փորձագետ ներկայացնողների մասին։ Հիմա Ռուսաստանի վերաբերյալ, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կարծես թե չգիտեմ, բոլորը խոսում են, այդպիսի մարդ չկա, որ կարող է ասել, օրինակ ես գիտելիքների պակաս ունեմ այս հարցում, եւ ես ունեմ, բնականաբար բոլոր մասնագետներն էլ սովորաբար իրենց ուղղությամբ են կենտրոնանում եւ կարող է օրինակ Ռուսաստանի հետ կապված ինչ-որ կոնկրետ ուղղությամբ չլինի, բայց հայ-ռուսական հարաբերությունների առումով կարծում եմ բավականին կարևոր աշխատանք է կատարում եւ այդ առումով հետաքրքիր է քննարկել ոչ թե ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները 2022-ի էսկալացիայից հետո, այս դիվերսիֆիկացիայի փորձերը եւ այլն, սա բազմից քննարկել ենք այլ ձևաչափերով եւ նաեւ բազմաթիվ հոդվածներ են գրել այս թեմայով։ Շատ հետաքրքիր է քննարկել Ռուսաստանի արձագանքը վերջին զարգացումներին, մասնավորապես Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովին օգոստոսի 8-ի դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների թրիփի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, որովհետև ակնկալիքը այն է շատերի մոտ, որ Ռուսաստանի համար այս ավելի կոշտ կարձագանքի, որովհետև կոմունիկացիայի հարցը կարծես թե ամենակարևոր հարցն էր դարձել Արցախի հայաթափումից հետո եւ Ռուսաստան ու երևի միակ մնացած եւ միակ հնարավոր նաեւ գործիքներ երկու կողմերի վրա ազդեցությունը պահպանելու համար, բայց մենք տեսանք, որ թրիփից հետո Ռուսաստանի արձագանքը այդքան էլ կոշտ չէր, որոշ վերապահումներով կարելի է նույնիսկ կառուցողական անվանել։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այս պահին գլխավոր շահառուներից մեկն է այդ հետ օգոստոսյան նոր մթնոլորտի, երբ այդ տրանզիտային բեռները հիմնականում Ռուսաստանից են գալիս եւ Ռուսաստանն է նաեւ նախաձեռնել որոշակի գործընթացներ։ Քո կարծիքով ո՞րն է այսպիսի արձագանքի պատճառը։ Մասնավորապես երբ մենք համեմատում ենք Ռուսաստանի արձագանքը օրինակ նույն Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը, որը շատ ավելի կոշտ էր։ Որ ասում է ես ունեմ, ես նկատի ունեմ, ես գիտելիքների բաց ունեմ, էլի, ոչ թե հակառակը։ Ինչի Ռուսաստանը չի արձագանքել այնպես կոշտ, ինչպես այդ թվում մենք կարող էինք ակնկալել։ Երևի թե խնդիրը ոչ թե Ռուսաստանի արձագանքն է, այլ մեր ակնկալիքը հետ պարագայում, որովհետև մենք հակված ենք մտածելու այն մատրիցաներով, որոնց սովոր ենք, բայց մատրիցան այսօր փոխվում է։ Այսինքն այն մատրիցան, որով Ռուսաստանը քաղաքականություն է վարում, լայն իմաստով, բայց մասնավորապես մեր տարածաշրջանում ու Հայաստանի հետ։ Ես հակված եմ մեկնաբանելու սա, այդ միջազգային հարաբերություններում կոչվում է փափուկ բալանսավորման տեսություն կամ ռազմավարություն։ Ինչա փափուկ բալանսավորումը։ Եթե քո շահերը, քո ազդեցությունը գալիս է ինչ-որ վտանգի տակ, այս դեպքում եթե Ռուսաստանը զգում է, որ արևմուտքը ոնց որ մի քիչ ավելի շատ է այն տեղերում ու այն բաների մեջ, որը կարևոր է իր համար, իրենք առաջին հերթին ոչ թե փորձում են միանգամից մտնել առճակատման մեջ, որովհետև առճակատումը համարում են չափազանց թանկ, իսկ հիմա կարող ենք պատկերացնել, որ Ռուսաստանի համար դա կարող է լինել չափազանց թանկ, ռեսուրսները գերլարված են, Ուկրաինա, այլ հարցեր, տնտեսական եւ այլն, ու մենք այն կարևորությունը չունենք Ռուսաստանի համար, որ մի հատ էլ երկրորդ ճակատ մեր համար, Այս պարագաներում, երբ
լարումը, սրումը, արճակատումը ուղիղ, չափազանց թանկ կամ այդ պահին ոչ խելամիտ անհրաժեշտ տակտիկա է, իրենք գնում են դրա փափուկ տեսակին։ Փափուկի իմաստը որն է կամ նպատակը որն է՝ պահպանել հիմնական կենսական շահերը առանց դրա համար լուրջ գլխացավանքի մեջ մտնելու։ Ռուսաստանը, եթե նայենք ինչ հիմնական շահեր ունի Հայաստանում ու ինչ է լինում դրա հետ, թրիպով, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացով, Եվրամիության դիտորդներ եւ այլն, կենսականները առանձնապես մեծ վտանգի տակ չեն։ Ռազմաբազան տեղում է, Հայաստանը ԵԱՏՄ-ում է, տնտեսությունը աշխատում է եւ այլն։ Հա Հայաստանը չի մտնում Եվրամիությունը, այս արդեն բերում է այդ փափուկ բալանսավորման մյուս տրամաբանությանը, որը հետեւյալն է. եթե կան ինչ որ բարձիկներ, ինչ որ երաշխիքներ, ինչ որ իրականություն, որը շահերի կորուստը դանդաղեցնելու է, ուշացնելու է, դժվարացնելու է, ապա ելի կարելի է հենվել դրանց վրա առանց արճակատելու։ Ավելի ուղիղ։ Ռուսաստանը շատ կոպիտ կամ կոշտ կամ այնպես ինչպես շատերը կսպասեն չի արձագանքում Հայաստանի Եվրոպական միության անդամակցության նպատակներին, քանի դեռ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում է, ասում է մենք հələ որ նպատակ չունենք դեռս դուրս գալ, որովհետև լինելով այդ կառույցի մեջ դու չես կարող լինել մյուսի մեջ։ Քանի դեռ բանը դրան չի հասել, կարելի է այդքան էլ չլարել։ Այսինքն մենք այստեղ հասկանանք ոչ թե Ռուսաստանը ինչ որ ֆունդամենտալ փոխվել է, որ ոչ մի բան այլևս չի անելու, չէ, բայց այն ինչը տեղի ունենում, կարծես թե դեռևս չի հասել այն իր ամենակենսական, ամենակարևոր անհրաժեշտ բաներին։ Դրան զուգահեռ նաև Հայաստանն է ինչ որ կարևորություն փորձում իրենից ներկայացնել Ռուսաստանի համար տնտեսական իզոլացիայի պայմաններում, ապահովել եւս մեկ պատուհան, իհարկե այնպես չի որ դա անփոխարինելի պատուհան է, մեր նման մեզնից ավելի մեծ ծավալներով այլ պետություններ կան, բայց նման պայմաններում ոնց որ ունեցած ռեսուրսները չես խնայում ես, հա, հետո Հայաստանը նման ռեսուրսներից է։ Այստեղ կա նաև այն բնականաբար երևի թե թիվ 1 պայմանը պատերազմն է Ռուսաստանի ու որը ստիպում է վերջինիս մի քիչ ավելի օպտիմալ ծախսել ռեսուրսները, եթե այդ պատերազմը չլիներ, հնարավոր է այլ արձագանք լիներ, եւ տրամաբանորեն, եթե պատերազմը ավարտվի, կարող ենք սպասել ինչ որ փոփոխություն, դժվար է ասել ինչ փոփոխություն, որովհետեւ դրան զուգահեռ այլ բաներ են տեղում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում սկսել են կարծես թե գնահատել փափուկ ուժը, ուզում են փող ծախսել դրա վրա, փորձում են այդքան կոշտ ու կոպիտ միջոցներով չանել, այլ իրոք փորձել ժողովրդի հետ ինչ-որ բաներ աշխատել, հատկապես երբ Ռուսաստանի հեղինակությունը հայ հասարակության մեջ 2020-ից ու հատկապես 23 թվականի էթնիկ զտումից հետո պարզապես այն փոշիացավ կարելի է ասել, հա, ու կարծես թե այստեղ էլ ենք այդ փոփոխությունը տեսնում։ Այսինքն չպարզեցնենք, շատ են հանգամանքները։ Տես իմ կարծիքով ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ նշեցիք, հենց տնտեսական գործոնների կարևորությունն է։ Վերջին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո կարծում եմ տնտեսությունը դարձել է ամենակարևոր հարթությունը հայ-ռուսական հարաբերությունների, որովհետև մենք եթե հետևում ենք ռուսական արձագանքին օրինակ ՀԱՊԿ-ի հետ կապված գործընթացներում, մենք տեսնում ենք, որ ինչ որ հայտարարությունների մակարդակով իհարկե ուրախ չենք, բայց հիմա էսա։ Բայց օրինակ նույն ԵԱՏՄ-ի վերաբերյալ շատ նշեցի Եվրոպական միության անդամակցելու վերաբերյալ օրենքը, մենք բոլորս հասկանում ենք, որ միջնաժամկետ, կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքներով դա դժվար թե իրատեսական օրակարգ լինի եւ կարծես թե նաեւ դատելով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի խոսույթից այդ գիտակցումը այնտեղ էլ կա եւ վարչապետը խոսում է այն մասին, որ դե գիտեք process-ն է կարևոր, այլ ոչ թե վերջնարդյունքը, այսինքն եթե մենք բարեփոխվենք, դա ինքնին արդյունք է ու նաեւ հաշվի առնելով վերջի տարիների առևտրաշրջանառության բավականին զգալի աճ ռուս-ուկրաինական տարի անկումը, բայց ընդհանուր առմամբ տարվա չափազանց մեծ թվերի անկման ֆոնին ոչ 22 թվականի համեմատ հստակ աճը ու նաև Հայաստանի եւ բայց ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ հետխորհրդային երկրների, Կենտրոնական Ասիայի երկրների, կարծում եմ մեր տարածաշրջանի այլ երկրների կարևորության աճը։ Եթե նախկինում այս տնտեսական կախվածությունը միակողմանի էր, հիմա Ռուսաստանին
պետք է նաև այս երկրները ինչ որ նպատակների հասնելու համար։ Եվ այդ առումով իհարկե կարևոր է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, այլ նաև այն, թե ինչպես է դա ավարտվում։ Եթե դա ավարտվում է, բայց եվրոպական պատժամիջոցները շարունակում են գոյություն ունենալ, սա մի իրավիճակ է։ Եթե պատժամիջոցների մի մասը չեզոքացվում են, չեղարկվում են, սա մեկ այլ իրավիճակ է։ Կարծում եմ TRIP-ի հետ կապված երկրորդ հանգամանքը այն է, ինչի մասին հիշատակեցի հարցի մեջ, որ Ռուսաստանը այնուամենայնիվ օգտվում է այս նոր մթնոլորտից եւ նույնիսկ եթե TRIP-ը գործարկվի, օրինակ ինձ համար ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է հայկական բեռների մասին Ադրբեջանի տարածքով անցնող, ամենայն հավանականությամբ ռուսական Ռուսաստան, առաջինը Ռուսաստան։ Դեպի ու նաև ռուսական լոգիստիկ կազմակերպությունները։ Այո, դժվար թե հայաստանյան կազմակերպությունները ակտիվորեն ներգրաված լինեն այդ գործընթացի մեջ։ Ամենայն հավանականությամբ երրորդ կողմի։ Բայց չի նաև երկաթգծային լոգիստիկ կազմակերպությունների մեջ շուկա ունենք Հայաստանում, նաև զուտարկը։ Թե որ բացվեն տնտեսական հնարավորությունները, հնարավոր է նաև դերակատարներ հայտնվեն։ Ու նաև հաշվի առնելով, որ ապաշրջափակման հարցում այնուամենայնիվ փաստացի փոխադարձություն չկա, այսինքն մեր տարածքում լինելու է ինչ-որ պարզեցված ռեժիմ, front office, back office, Ադրբեջանի տարածքում այդ ամենը չի լինելու։ Սա բարդացնելու է հայաստանյան բեռների եւ հայաստանցի ուղևորների տրանզիտը, չգիտեմ, ուղևորությունը Ադրբեջանի տարածքում։ Սա իսկ Ռուսաստանի համար, եթե խոսում ենք ավելի լայն տարածաշրջանային նպատակների մասին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Թուրքիայի հետ կայուն ցամաքային կապը եւս կարևորագույն նպատակներից մեկն է եղել։ Հիմա իրենց համար միգուցե նախընտրելի կլիներ, որ այդ ցամաքային կապը լիներ ռուսական վերահսկողության ոչ թե միգուցե, այլ վստահաբար, բայց այս տարբերակը եւս երևի վատագույն տարբերակը չէ, ու նաեւ կարծում եմ Թրամփի վարչակազմի գործոնը։ Մենք տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմի նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է եւ հիմա ռուսական նույնիսկ խոսույթներում Եվրամիությունն է ի հայտ գալիս որպես գլխավոր գաղափարական հակառակորդ, այնուամենայնիվ կա միտում Թրամփի հետ ինչ որ ընդհանուր լեզու գտնելու, տեսանք, որ օրինակ վերջերս Սպիտակ տանը Թրամփը կախել էր իր եւ Պուտինի նկարը եւ այս տիպի ժեստերը։ Այո, այսինքն կա հավանականություն, որ այս գործընթացները դիտարկում են ավելի լայն գործընթացների համատեքստում։ Եթե նրանք կարողանան օրինակ ամերիկացիներից ստանալ ինչ որ լուծում Ուկրաինայում, որը համապատասխանում է իրենց շահերին, երևի կարող են աչք փակել նաեւ այս խնդիրների վրա եւ վերջին բանը, որ ուզում եի ասել, soft power-ի հետ կապված, այո, մենք տեսանք այդ նորությունը, որ ինչ որ հատուկ ֆոնդ է ստեղծել, որը նաև հիմնականում առաջնային այս տարվա գերակայությունը Հայաստանն է այդ լուրերը հաշվի առնելով այո ընտրությունները, բայց գիտես ես կասկածում եմ, որ Ռուսաստանը որպես պետություն ունի այդ հմտությունը աշխատելու այս գործիքներով ու այս մեխանիզմներով։ Սա նաև ցույց է տալիս այլ երկրների օրինակը։ Ռուսաստանի պարագայում այդ soft power-ը շատ հաճախ կամ գրեթե միշտ վերածվում է sharp power-ի, այսինքն ավելի շատ այդ արդեն դասական դարձած հիբրիդային գործիքի է վերածվում։ Ու նաև Հայաստանում դժվար թե գտնվեն շատ մարդիկ, ովքեր արդեն իսկ չեն աշխատում ռուսական տարբեր կառույցների հետ կամ չունեն բաց պրոռուսական հայացքներ, որոնք հակված կլինեն Ռուսաստանի հետ, ռուսական տարբեր կառույցների հետ այդ տիպի ծրագրերով ներգրավել եւ ընդհանուր առմամբ իհարկե վերջին տարիների զարգացումները Ղարաբաղյան երկրորդ պատերազմը 21-ի 22-ի էսկալացիաները եւ 23-ի էթնիկ զտումը շատ բարդ իրենց համար իրավիճակ է ստեղծում թեկուզ այդ տիպի գործիքների կիրառման միջոցով շտկել, բայց ընդհանուր առմամբ արդեն իրոք ամփոփելով այս հարցը ընդհանուր առմամբ ես կարծում եմ նպատակը հենց դա է։ Ոչ թե ես կարծում եմ կա այն գիտակցություն, որ դժվար թե կարողանան իրենց համար նախընտրելի տեխնացուի բերեն իշխանության 26 թվականին սոցիոլոգիական գործիքների հետ կարծում եմ իրենք կարողանում են աշխատել, նաև նախորդ տարիների փորձը հաշվի առնելով։ Ընդհանուր նպատակը հենց հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների նվազեցումը, պրոռուսական տրամադրություն։ Կա, այդ ստացվում է։ Մենք հարցումներից տեսնում ենք 2024-ի վերջից միայն միայն բարելավել է Ռուսաստանի մասին ընկալումը ու արևմուտքինը սկսել է նվազել։ Մենք էթնիկ զտումից մինչև 24-ի ավարտ մի հատ շրջան է, երբ հարցումներով Ռուսաստանը դառնում է ավելի մեծ սպառնալիք, քան գործընկեր, ու սա տևում է մինչ 24-ի վերջը։ Այդ 24-ի վերջին էլի հետ է վերադառնում որպես ավելի շատ գործընկեր, ավելի քիչ սպառնալիք։ Այսինքն աշխատում է։
երևի ուրեմն ինչ որ չափով կարող է ոչ այդ պատճառներով, բայց դու տեսնում ես։ Այնուամենայնիվ այդ տարվա մեջ մոտ 10 կետ բարելավել է դիրքերը։ Երևի ավելի լուրջ ուսումնասիրության հարց է, թե ինչով է այս ամենը պայմանավորված, վստահ չեմ, որ դա հենց Ռուսաստանի ներազդեցությամբ է պայմանավորված, կարող է նույն օրինակ արևմուտքի պարվածքը տարբեր հարցերում։ Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ կարողացանք նաև այս հարցը համապարփակ կերպով քննարկել։ Նարեկ, կրկին շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։